Գլխուեղի Սալջար Թեթևաշյանի ցարանության Սուբ Զուրալ Արունազևով։ Ներկայումս կյանքին վտանգ չի սպառնում, ստանալու է կոնսերվատիվ բուժում։ Պարոն Գեորգյան, կասեք ոնց եք ձեզ զգում։ Այսօր մի օր է անցել որոշակի բարելավված է վիճակս։ Մի քիչ լավ է, հավելված երեկվա հետ։ Գլխապտույտները քիչ են, բայց այդ ցավը այստեղ կա։ Չի կարողանում։ Մի քիչ ասենք այսօր փշտացել նորից այդ ցավը կա, գլխի մեջ ցավը կա, հիմա ես չեմ անում դա ինչ պատճառն է։ Կպատմեք ոնց դեպքը պատահեց։ Դեպքը ի սկզբանե ասում եմ քաղաքական մոտիվ ունի, լիարժեք քաղաքական մոտիվ ունի։ Ուրեմն մեկ բակը, որտեղ ենք ապրում ենք 4 շենք է։ Այդ շենքի բակում ես 4 տարի առաջ իմ նախաձեռնությամբ և թաղապետարանի միջամտությամբ կարողացա խաղասենյակ սարքել, որ թոշակառուների համար գնա, դուրս գնա, դուրս գնացեք, թոշակառուների համար խաղասենյակ եմ սարքել, որ հնարավոր է երեկոները հանդիպում են մեծ մարդիկ, ես էլ եմ թոշակառու, որ կարողանանք հանդիպել, նստել, խոսել, իհարկե խոսել եք նաև քաղաքականություն։ Այդ տղան անընդհատ հարբած է լինում, շատ է գալիս խմում այդտեղ այդ խաղասենյակում եւ ընդդիմադիր է, միշտ ծիծաղկոտ, երբեմն ասում է, այ դու ընդդիմադիր, ասում լավ, հա, որոնց էլ հայ եք, ինչ տարբերություն։ Այդ օրը ես որ նստեցի այնտեղ մի ընկերև ունեմ Սահակ անունով, որը նույնպես որոշակի ընդդիմադիր հայացքներ ունի այս տնտեսության մեջ իրավիճակի մասին, սա նստած բերեց օղին, դրեց, սկսեցի խմել 2 հոգով։ Խմելու դեպքում ու վեր կացավ, դուք ով եք, դուք ես իշխանության դեմ եք, եթե ես իշխանության դեմ ով լի, ուրեմն իմ թշնամին է, ես դրանց կկոտորեմ, կջարդեմ, ես ու սկսեց հայհոյել, ամենածանր հայհոյանքները, ոչ ինձ հետ, իմ ընկերոջ հետ, ես խաղում Սահակ Պողոսյանի հետ, ես միջամտեցի, ասի այդ տղա, ինչ ես այլանդակություններ իրականացնում, երբ որ նախ առաջին ստեղ խմելու տեղ չի, ստեղ հարբելու տեղ չի, դուք ինքդ խմած եկել ես, թողեք մարդիկ հանգստանան, այդ ասելներ ինքը վերջ այդ շիշը, մոտավորապես այսքան 2-3 մետրի, ու ինչքան ուժ ուներ շիշը շպրտեցի։ Օղու շիշը։ Հա, օղու շիշը, այո։ Շիշը իմ գլխից այսպես մի փոքր այսքան հեռավորության, մի 10 սանտիմետր հեռավորության կպավ պատին։ Եթե կպներ երեսիս, արդեն ես ասում եմ դա, ես հավասարազոր եմ համարում այդ օղու շիշով խփելը կրակելու։ Ինչ տարբերություն, մարդու կրակում են, թե օղու շիշով է խփում։ Որ կպներ ես վիրավորվելու է եւ այլ։ Տեսա Սահակին ասի Սահակ, այս խմած մարդկանց հետ պետք չի խոսել։ Արի գնանք։ Մեր կացանք, որ գնանք տուն։ Դուրս գալու ժամանակ ինքը նորից սկսեց հայել ու միջամտել, որ խփի մեզ։ Տղաները պահպանեցին, ոչ կպա, ոչ բան։ Ես պաշտպանվեցի, իհարկե դուրս եկանք տեղից մի 30 մետր գնացինք ներքև, վազելով մեր հետևից եկավ նորից բռնեց, սկսեց վիճել և խփել, բայց այդ դեպքում էլի ես պաշտպանվեցի, մի երկու հատ ձեռքս դրել էի համարյա երեսին, չէր կարողանում խփել։ Նոր մարդիկ շատ կային, մենք մի 7 մարդ մենակ խաղասենյակում մարդ կար, մարդիկ։ Բռնեցին, չթողեցին, ասեց ցավ ինձ խնդրեցին, բա Սուրեն գնա տուն, ասի լավ գնամ տուն խմած է, ու թողեցին գնամ տուն։ Շարժվեցի մոտարապես մի 15-20 մետր է, միջև մեր մուտքը։ Մուտքով հանգիստ գնում է, մեկ էլ հետևիցս հարվածը չգիտեմ, ինձ թվում է ձեռքով էր, բայց այնքան ուժեղ էր, որ ես ընկա, թե դեմքս կպավ, սաղ ամբողջ բան է եղել, ու քթիցս սկսեց արունը գալ, ամբողջ քիթս արուն, պարկել եմ մոտ 1 րոպե, ես 1.5 րոպե ուշաթափված մնացել եմ գետնին։ Ու տղաներն եկան բռնեցին տարան իրան,
ես կողմ քաշեցի, ես նորից ուշքի եկա, մտա այդ Սահակես տուննակ առաջի հարկում են, ու կանչել եմ միլիցիա։ 1 ժամ միլիցիայում անցկացնելուց հետո այդքան վատ չի, բայց հետո տեսա, որ արդեն վատանում եմ, չեմ կարողանում քայլել, գլխապտույտ է առաջանում սրտխառնոց։ Հա, երբ որ միլիցիա ես պահանջեցի, որ տանեն ստուգեն եւ ինձ եւ այդ տղայի խմացության աստիճանը տարան ստուգեցին։ Այդ հրաչի անունը չեմ իմանում, հիմա իմացա։ Ստուգեցի, դա նույն հարբած էր, ես իմ մոտ չկար ոչ մի խմացություն։ Միլիցիայում էր, որ արդեն դուրս էի գալիս, ինձ տեսա միջանցքում, թե դու պետք է թողես գնաս Հուսեյնյակից, բանից, ձեր ապրաստերից, ես կհասնեմ դրան, որ գնաս։ Դուրս էի գալիս, կանգնած էին ընդեղ իրեն սպասում են մի 10 մարդ, որը բոլորին ես ճանաչում եմ, մի 22-23 տարեկան մեր փողոցի այդ փողոցային հեղինակություններ են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ գործել են։ Հիմա չեմ կարող ասել, ես չեմ կարող ասել կաշառք են բաժանել թե չէ, որտեղ չեմ տեսել, բայց որ դրանք անընդհատ գործել են բոլոր ընտրություններին, արդեն 3-4 ընտրություններ նույն մարդիկ